Երրորդ տարին անընդմեջ Կապանում անցկացվում է մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի սպորտային ակրոբատիկայի առաջնությունը։ Կապան, Երևան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքներից 100-ից ավելի մարզիկներ հավաքվել են մարզկենտրոնում։ Այս տարի ակնկալում եմ լավ մասնակցություն ցուցաբերել ու ցանկալի է գրավել մրցանակային տեղեր։ Տարիքն է փոխվում եւ պետք է մեր վարժություններն է բարթանա ու փորձում ենք ամեն ձև այնպես անենք, որ ավելի լավ արդյունք ձեռք բերենք ու իհարկե փորձ ենք ձեռք բերում ամենակարևորը։ Այսօրվա մրցումներից կարծում եմ, որ գեղեցիկ կատարենք ու բոլորին մաղթում եմ հաջողություն։ Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ անցկացվող միջոցառումն ավելի է զարգանում եւ գրավում է սպորտի սիրահարներին։ Տարեց տարի ել ավելի մեծ շուկով է կազմակերպում այս միջոցառումը, ինչը շատ կարևորում եմ եւ ել ավելի կազմակերպված, ել ավելի գեղեցիկ եւ նախատեսում ենք, որ այս միջոցառումը դարձնենք միջազգային կարգի։ Սա է կարևորը, հենց որ նոր շունչ տանք Կապան քաղաքում այս գեղեցիկ մարզաձևին։ Առաջնությունը մեծ նշանակություն ունի հենց Կապանի մարմնամարզիկների համար, այդ կերպ նրանք կպատրաստվեն միջազգային ասպարեզ դուրս գալուն, նշում է սպորտային ակրոբատիկայի հավաքականի գլխավոր մարզիչը։ Այս տարի ավելացրել են նույնիսկ Վանաձոր քաղաքը, որը շատ ավելի ուրախալի է։ Ինձ թվում է գնալով ավելի կշատանան մեր քաղաքները ու մարզիկների մոտ փորձի փոխանակում, վարպետության բարձրացում տարեցտարի ավելի լավ կերևա։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կարժանանան համապատասխան կարգի մեդալների, պատվոգրերի եւ նվերների, իսկ կապանցի մարզուհիները պատրաստվում են Բաթումիում կայանալիք մրցաշարին։ Աննա Մելքումյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։